Փաշինյանի ոչ ճանաչում եմ, ոչ էլ ուզում եմ ճանաչել, ոչ էլ ուզում եմ տեսնել։ Հենց այնց, ես գիտեմ։ Արժանի մարդ չեր են, ինչ։ Ում եք ընտրելու առաջիկա ընտրություններում։ Հլա տենամ, կմտածեմ։ Փաշինյանի 8 տարվա գործունեությունը ինչպես եք գնահատում։ Շատ վատ։ Ինչու։ Մի բան չենք տեսել նորմալ։ Օրինակ, այստեղ ինչ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ են։ Լրիվ ամեն ինչն էլ խնդիր է։ Մի քանիսը կտվարկեք։ Չէ։ Գյուղում ճանապարհ չունենք, ոչ մի բան չունենք գյուղը։ Որ գյուղի մասին է խոսքը։ Դաշտադենը։ Ճանապարհն է անանցանելի, ավտոյս տեսնեք, իմանայք ավտոյս գույնը ինչ գույն է, սպիտակ գույնը սև է դարել։ Իսկ դպրոց կա ձեր գյուղում։ Հա, Նորոգած է։ լավ վիճակ է դպրոցը, շատ լավ է։ Մենակ դպրոցն է մնացել էլի։ Նախկինում է կառուցվել, թե հիմա է կառուցվել։ Չէ, նախկինում է կառուցված դպրոցը։ Մանկապարտեզ ունեք։ Չէ, ոչ մի բան չկան, մենակ դպրոցն է։ Ու գյուղապետարանը նոր սարկած։ Իուշ ոչ մի բան չկա գյուղում։ Փաշինյանի Չէ։ գործունեությունը ինչպես եք գնահատում։ Չէ, ոչ։ Ինչպես աշխատեց այդ Զրո։ տարվա ընթացքում։ 0 Փաշինյանը ծախված, վաճառված, թուրքերի կողմից առնված մի հատ դավաճան մարդ է։ Մարդ անվանում են այն մարդուն, ով որ հոգի ունի։ Իրան մարդ անվանելը մի քիչ ամոթ է։ Թող ինձ ներեն այն մարդիկ, ովքեր որ ճանաչում են, հիմա կնայեն, կլսեն։ Մի երկու բառել իրան կխոսան, ես չեմ ամաչում ճիշտն ասելուց։ Հայրենիքը ծախեց հայրենիքը։ Մի գրչի ուժով ծախեց մեծ հայրենիքը։ Հայաստան բառից մնացել է մի փոքր մաս, այսօր որով էլ գոռում գոչյունը գցելը առանց ամաչելու ասում է պատերազմ կլինի։ Այսինքն ես ձեզ վախեցնում եմ, որ եկեք ինձ ընտրեք, որ ես պատերազմ չանեմ։ Որոշ մարդիկ, ովքեր իրա նման, իրա խելքին գնալով, չգիտես ինչից դրթվելով գոռում են Փաշինյան են ուզում, որ պատերազմ չլինի։ Այսինքն հողերը տվեցինք, հիմա պատերազմ եթե չլինի, այն մնացած հողերն էլ կտանք, ժողովուրդ ջան, դուք խելոք մի փոքր տներ ունեք, այն էլ ապրեք։ Իրա տեղը բեմնա ոչ թե ժողովրդի մեջ, սրտիկներ դնել, էդի տղամարդու պահվածք չի։ Տղամարդու պահվածք չի, տղամարդու խոսքը պետքա գործ լինի։ Իրա խոսքը գործը թուրքերի օգտին, ոչ հայ ժողովրդի օգտին։ Նոր ընտրվելու ժամանակ գոռած, գոչած Արցախ դա Հայաստանը, հիմա ասում եմ ժողովուրդ ջան, ձեզ խաբել են։ Բա դու ով ես որ դու այսօրվա օրը պատմություն ջնջես, պատմություն ես ուզում ջնջել, դու չես կարա ջնջես։ Դարեր եկած պատմությունը թղթի վրա գրած աշխարհն էլ գիտի, այլ ազգի մարդիկ լացելով են նայում, ասում են ամոթ ձեզ, Փաշինյան կոչված Արարած, մարդ չեմ ասում, ամոթ քեզ, այդ ձեր սրտիկները, այդ դերասանական քայլերը, պրոստո ամոթը։ Ասում են խաղաղություն է, կրակոց չկա սահմանում։ Ով ասում չկա։ Այսօրվա նորությունները լսել ենք։ Օրական զոհերը կան։ Մենք սերունդ չունենք, մենք 3 սերունդ պարգեցրել ենք հողի տակ։ Ու այսօր էլի գոռումա որ պատերազմ կլինի, ամոթ։ Գյուղերում դպրոցասարկում, խնդրեմ դպրոցասարկում, գյուղերում ապրող չկա, ում համար է դպրոցասարկում, թուրքերի համար, որ այսօրվա օրով սաղնել գիտեն, որ թուրքը ստեղ քաղաքացիություն է ստանում, թուրքն արդեն եկել, սիրուն, մտել է իր տները, հայկական քաղաքացիությունով եկել է, սաղը գիտեն, ով է թուրքը, ով է հայը։ Ծեսկամբաննո գնաց կորավ, էդիկ ինչ է նշանակ։ Որ տարածները սա խազնվավ։ Ես ինքս ազատամարտիկ եմ էլի։ Մեր են աթափած արյունի համար այդ տարածները վավշե չի զրգվիր հայրենիքացին էլի։ Մեր խաղաղությունը ենիկ է ու նորից վերցնենք մեր հայերին, մեր հողը մեզի մնա։ Ոչ թե անել օթեն տանք իրանց երթան գան ախային նստին։ Մեր հողը մեզի մնա։ Ինչի արցախցին այսօր որ առանց կրիկ դարեստեղ Հայաստան, մեր Արցախը մնար իրանց։ Ինչ խաղաղության մասին է։ Թշնամու թե դու կարաս սեղան նստես։ Ես չեմ։ Նույնն է մերն է էլի։ Որ խաղաղություն։ Անունով խաղաղություն ում է պետք։ Թողնեն մեկ մեր ուժերով հեռացնենք կերտար թուրքը, ոչ թե գար մեր հողի վրա, այսօրվա հայը վախենալով ապրիր։ Մեր գյուղացիները վախենալով ապրեն, ու տանից տուն չեն կարամ գնան։ Իրանց վերևով թուրքն է նստած։
Որ Թուրքիային վերևը նստած եղնի, դու ներքևը։ Վախենաս որ տնից ելնես 2 մետր տեղ է, ասետիկին չղկեղնիր։ Չեղնող բան է, չէ։ Դու լավ է գիտես, էլի, պրոս չես ուզում ես։ Մեզ զանից խլեցին մեր ամեն սրբություն, ամեն թանկ բան, տուն, տեղ, ապրոստ, գերեզմաններ, ինչ են թողել։ Տկլոր դուրս ենք եկել, ոչ մի բան էլ չունենք։ Խաղաղություն երբեք չի լինի, եթե սահմանները ամուր չի, խաղաղություն երբեք չի լինի։ Ինչ խաղաղություն, ուր է խաղաղություն։ Սա հողեր բաժնստվեց, թուրքերուն եղավ խաղաղություն, հա։ Խաղաղություն կլինի այն դեպքում, երբ որ պետություն ունենա ուժեղ ղեկավար, որի ուսերին դրված է տրեզվի գլուխ, ոչ թե Փաշինյանի նման։ Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն կնքել հնարավոր է։ Ոչ։ Ինչու՞։ Թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ կրկել։ Չի կարող։ Այդ սաղ իրան պաստոնա է։ Թուրքը մնում է թուրք, հավատալի չէ։ Ամեն ինչ հանձնում ես, պիտի պարտք մնաս խաղաղություն դացել։ Երկարաժամկետ խաղաղությանը հավատում եք, ինչ երաշխիք կա։ Ես իմ երևի թուրքերի էստեղ գալը որ թողնին թուրքերը մտնին, այդ է մի քիչ թերահավատությունը ճիշտն ասած, բայց ոբշի երևի լավ կլինի։ Դուք օրինակ կապնեք ձեր հարևանությամբ, եթե թուրքի վերաբնակ։ Դժվար թե։ Հնարավոր է ապրել։ Չէ։ Չէ, դե թուրքը մեր թշնամին է։ Ադրբեջանին հավատալ չի կարելի, աղջիկ ջան։ Էնի բանի միջանցքն է ուզում, ցանի որ բան են, դրանց չպետք է հավատան, թուրքերուն չպետք է հավատան։ Նաև ստիպում են, որ սահմանադրությունից հեռացնենք անկախ։ Հենց այդքան բան տեղ տվեց դրանց Փաշինյանը հենց։ Իրանց տեղ տվեց Փաշինյանը, առանցնարեց մեր ջահելների սաղին դրեց օղն։ Փաշինյանը արժանի է, իսկ ոչ մի բանի արժանի չենի։ Եղավ։ Բայց հիմա ասում են, որ ես չընտրվեմ, նորից պատերազմ։ Պատերազմուր փայ բաժին թողեղնի։ Սահմանադրությունը կհանեն, Հայաստանը կհազնեն, Ծիծեռնակաբերդը կքանդեն, ցեղասպանությունը կմոռանան, Արարատը կմոռանան, էլ ինչ է մնացել, ոչ մի բան։ Մի ժեշտի կուտոր։ Եվ հետևաբար ինչպիսի ղեկավար պետք է լինի, որ այդ խնդիրներին լուծի։ Շատ ուժեղ դիվանագիտությամբ ուժեղ ղեկավար է մեզ պետք, որ կարի այս քանդված աշխարհը ոտքի կաղնեցնի։ Արցախի վերադարձը ամենակարևորը։ Մեզ մենակ է հետաքրքիր Արցախի վերադարձը։ Ձեր կարծիքով Հայաստանի հաջորդ վարչապետը ինչպիսին պետք է լինի։ Խելացի, բանիմաց, ճիշտ հավասարակշիռ։ Իսկ Փաշինյանի գործունեությունը ինչպես։ Ինձ չի հետաքրքրում։ Ուժեղ կամքի տեր մարդ։ Ժողովրդի տեր եղնին։ Եթե ժողովրդին տեր լինում խաղաղությունը կլինի։ Ձեր կարծիքով Հայաստանի հաջորդ վարչապետը ինչպիսին պետք է լինի։ Ուժեղ եւ ժողովրդին նայող։ Ու դա պետք է եղնի Սամվել Կարապետյանը։ Всё։ Խաղաղություն էլ ինքը կբերի։ Դուք ասում եք, որ ունեք նախընտրած տեխնացու, բայց Փաշինյանն ասում է, որ ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Բանը չի լինելու։ Նաբարոդ Հայաստանը կփրկվի դրանից։ Եղավ։ Всё, եր բան չունեմ ասելու։ Ինչպիսի վարչապետ կուզեք հաջորդիվ տեսնել Հայաստանում։ Ուժեղ տղամարդու խոսք պետք է ունենա, ասածն անի։ Մենք ունենք թեկնածու։ Թող սա Հայաստանն էլ ուրախանա, որ մենք ունենք մեծատառով Սամվել Կարապետյան, մեծատառով, որը իր գրբանից սարքել օգնությունա տվել, ամեն ինչն արել է, այսօր գոռում են Փաշինյանն է արել բյուջետի փողից։ Իսկ Սամվել Կարապետյան իր սեփական քրդինքով վաստակած փողով արել է։ Միայն ես տեսնում եմ Սամվել Կարապետյանին ու ոչ ոք։ Ինքը շատ լավ մարդ է եղել, բարեգործ, բարեխիղճ, արդար բոլորին հասել, այսօր ծաղտենում եք իր դերը շնորհքնա։ Ես կուզենամ, որ ինքը ազատության մեջ լինի, գա հասնի մեզ, ժողովրդին, որ ինքն ընտրվի ավելի լավ կլի։ Ամուսինս կույրաղ է, թոշակը բարձրացրել են, դա նշանակություն չունի։ Բայց ինքը շատ խղճով է, Կարապետյաններին բոլորը ճանաչում են։ Աստված տա ազատության մեջ լի, գա հասնի մեզ, ինքը իր հարցերը լուծի։ Հայաստանի ուժը, Հայաստանի ծաղկումը, Հայաստանի բարգավաճումը Սամվել Կարապետյանի ձեռքերով է։ Ժողովուրդ, աչքներդ բացեք։ Բացեք աչքներդ ժողովուրդ, ընտրեք մարդուն, ով կարող է
Հայաստանի գոնե եղած մասը պահի։